Կարծես մենք ինչ-որ հարցեր ենք Այստեղ իհարկե հարցեր չեն, պնդումներ են, բոլորը իր աջակցությունն են հայտնում Նարեկին եւ մաղթում են նրա ուժեղ լինել, պինդ մնալ, բայց այստեղ մի կարևոր գրառում կա Արաքս Սարգսյանից, որը հույս է հայտնում, ասում է գուցե Նարեկը նույնպես միավորման գաղափար է հուշում, այսինքն կարողանա դառնա այդ ազգային միավորման խորհրդանիշը։ Իհարկե մենք էլ հույս ունենք, այստեղ կարևորը պետք է հասկանանք, որ մարդիկ չպետք է լինեն անտարբեր, մարդիկ պետք է հասկանան, որ այսօր Նարեկն է, բանտախուցում, հացադուլ հայտարարում, վաղը դուք ձեր տներում եք լինելու հացադուլի մեջ, որտեղ հաց չեք ուզել ունենալու, ուտելու, եւ Նարեկի պայքարը նրանում է, որ դուք ապրեք ապահով, հարուստ, բարեկեցիկ երկրում, ու սա մենք պետք է ֆիքսենք։ Ես ուզում եմ այստեղ հատուկ ձեզ ավելացնեմ, այսինքն այդ հարցին պատասխանեցիք, փորձեմ լրացնել, ընդհանրապես միավորման ես ընդհանրապես չէի ուզենա, որ բոլորս այնքան մեր ֆունկցիան չկարողանանք կատարել, որ մարդու առողջության հաշվին կատարվող ծայրահեղ քայլի պարագան մեզ ստիպի միավորվել, որտեղ ես կարծում եմ, որ արժանապատիվ, մտահոգ, սեփական եւ կոլեկտիվ ինքնության ողջված ցանկացած մարդ պարտավոր է իր միկրոմիջավայրում պայքարել, որտեղ եթե ամեն մեկս մեր միկրոմիջավայրում պայքարենք, երկիրը վիճակում չի լինի։ Բայց իհարկե ես էլ հույս ունեմ, որ այնուամենայնիվ Նարեկ Սամսոնյանի այս քայլը որոշակիորեն շատ անկեղծ է գտնվենք, ես էլ եմ այդ համակարգի մաս, քաղաքական համակարգի մեր լավ օրեր չապրող, հա մեր դուք էլ ունեք, չէ, հացադուլի փորձ, երևի ճիշտ կլինի կիսվեք ու պատմեք ինչա հիմա ապրում Նարեկը։ Ես կարծում եմ Նարեկին ոչ այնքան իր առողջությունն է հետաքրքրում, հաստատապես, որտեղ եթե առողջության մասին մտածեր, այս քայլին չէր գնա, այլ հետաքրքրում է նա ուշի ուշով կարծում եմ սպասում է եւ անհամբեր սպասում է հասարակությունից այդ առողջացնող ազդակները երբ են կապիտալիզացվելու, հա, դառնան ինչ-որ process։ Ի վերջո եկեք շատ անկեղծ լինենք։ Նարեկ Սամսոնյանը միայն իր գործի կամ իր ապօրինի կալանքի թեմայով չի որ հացադուլի մեջ է, որտեվ նա միակ քաղկալանավորը չի, բայց քաղկալանավորների մեջ մեկը գտնվեր, որ պայքարի դրոշ բարձրացներ, գուցե մյուսների մոտ տարբեր պատճառներով է չի ստացվել կամ հենց այդ մեկը պիտի Նարեկ Սամսոնյանը լիներ։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ այս հացադուլից յուրաքանչյուրս մեր յուրաքանչյուր հետևորդ, ես, դուք, այլ հասարակական կամ քաղաքական առաքելություն ունեցող մարդիկ ամեն մեկ իր հետևությունը պիտի անի, իր տեղում գործը ավելի լավ անելու։ Այս հացադուլի գլխավոր մեսիջը քաղաքացիականության գաղափարի արժե համակարգի վերաիմաստավորումն է։ Ես իհարկե գիտեմ այդ քաղաքացիական բառը այնքան արժե զրկվել որոշ վայ քաղաքացիականների կամ գրանտակերների պատճառով, բայց ամեն դեպքում ինքը հրաշալի բառ է։ Այո։ Դեստեղ դրա մասին էինք խոսում մինչև հաղորդման սկիզբը, որ ստեղծված պարագայում, երբ որ գոյություն չունի մի ղեկավարող կենտրոն ընդդիմադիր, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, հիմա յուրաքանչյուրս նայելով Նարեկին եւ նրա այդ քայլին պետք է հասկանանք, որ ստեղ պահն է հասունացել, որ մենք բոլորս ինքնակազմակերպվենք եւ յուրաքանչյուրս մեր մեջ կայացնենք որոշում, որով առաջնորդվելով մենք բրթելու ենք մեր ճիշտը առաջ։ Եվ հիշեցնենք, որ Հայաստանը ավտորիտարիզմի սանդուղքներով այնքան է գահավիժել, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլ անցկացնում է պատժախցում։ Իդեպ ես այս թեմայի մասին մի փոքր այս թեմայի շուրջ մի փոքր դիտարկում եմ ուզում հայտնել։ Հացադուլը քաղաքական պայքարի իրավունք է։ Այսինքն իրավունք է, ոնց որ ելույթ ունենալը, կարծիք արտահայտելը, հանրահավաք անելը, դա եւս իրավունք է։ Էլի գործ ունենք մի պրակտիկա հետ, որ քաղաքացին, թեկուզ կալանավորը, փորձում է ռեալիզացնել իր իրավունքը, իսկ պետությունը
ոչ թե այդ իրավունքի ռեալիզացիայի միջավայրը ապահովում քաղաքագիրտ, այլ փաստորեն Էլ իրան ավելի տանում է պատժախուցի, ցույց տալով, որ այս քայլը, որ դու արել ես, սա համար էլ կպատժվես։ Կպատժվես։ Այ երիկ չի դու փակի տակ ես, անազատության մեջ ես, այս սրա համար էլ քեզ կպատժենք։ Իմիջիալոց շատ հետաքրքիր բան հիշեցի ես։ Մի 2-3 տարի առաջ Թբիլիսիում էի, այնտեղ ինչ-որ խումբ կար իրանց պարլամենտի շենքի առաջ, ընտանիք էր կարծեմ, էլի մի դատական գործի անարդարությունից դրդված նստածույց էր կազմակերպում վրանի տակ, իրանց ազգային ժողովի շենքի աշճանների վրա է, այդպես վրանի տակ հացադուլ էին նստած, ու այս զարմանքով ապահովեցի, որ պետությունը դա 3-4 տարի առաջ էր, պետությունը նույնիսկ հոգա տանում այդ վրանում բարվոք իշոր վիճակ ստեղծելու մասին, սա է Վրաստանն է, որին մեր պսևդո արևմտամետները ամեն օր քննադատում են ժողովրդավարական հետընթացի համար։ Այսինքն հասկանում եք, իսկ Հայաստանում սովորաբար այսպես է, ոչ միայն կալանավորում են, ասում են դու պիտի զայնազուրկ լինես, դու պիտի դիրքորոշում չունենաս, ելուր մնաց հացադուլի մասին։ Դա ամենապարզ հասարակ օրինակը, օրինակ իբրև թե մեղմացրել են Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, ամենայն դեպս 4 պատի փոխարեն նա հիմա իր տանն է, բայց որպիսի միևնույնն է ցույց տան իրենց ավտորիտար էությունը Սամվել Կարապետյանին արգելել են նույնիսկ խոսք ասելու իրավունքից։ Այսինքն նա մի քիչ կոմֆորտ պայմաններում է իր կալանքը տանում, բայց լրացված է միջև վերջ, այսինքն սրանով էլ եւս մեկ անգամ ապացուցվում է այն թեզը, որ մեր մոտ նախնական կալանքը ոչ թե խափանման միջոց, այլ պատժի ձև է։ Սա բնորոշ է աշխարհի ամենաավտորիտար, հետամնաց, այն որ մեր մոտ տենց ընկալում չէ, արիկյան բանը երկրներին։ Այստեղ աշխարհագրությունը էական չի, մենթալիտետն է էական։ Բայց սրանք մարդիկ են նկատի ունեն մեր իշխանությունները, որ ամբողջ օրը խոսում են ժողովրդավարության աննախադեպության մասին եւ այլն,